Տեղերի վանքի կիրակնօրյա զանգերն ավետում են հոգևոր հանդիսության մասին, Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնն է, Սուրբ Պատարագի արարողությանը հետևելու է նաև խաղողի օրհնության գեղեցիկ կարգը։ Տեղերի Սուրբ Աստվածածին եկեղեցում խաղող օրհնեկն ավանդաբար սկսվում է դեռևս նախօրեին։ Շաբաթ երեկոյից եկեղեցի են գալիս հարյուրավոր ուխտավորներ Հայաստանի տարբեր մարզերից, մայրաքաղաքից, նաև Սփյուռքից։ Եկեղեցական ավանդության համաձայն, երբ Սուրբ Կույս Մարիամը ննջեց, նրա մարմինը դրվեց ժայռափոր քարանձավում։ Քրիստոս երկնային զորքերի ուղեկցությամբ իջավ երկիր, վերցրեց իր մոր մարմինը, այն չթողնելով հողին, եւ վերափոխեց երկինք։ Աստվածամոր վերափոխման հիշատակումը մեր եկեղեցու տոնացույցում առանձնահատուկ տեղ ունի։ Տոնը տաղավար է, տարվա 5 տաղավար տոներից մեկը։ Տեղերի Սուրբ Աստվածածնում տոնական պատարագը մատուցեց հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանը։ Աստվածածնի վերափոխման տոնը նաև տեղերի վանքի ուխտի օրն է։ Տեղեկություններից իմանում ենք, որ այս վանքի միշտ ուխտի օրվան ոչ միայն ուխտավորներ են եկել այստեղ գիշերակացով, այլ նաև տեղի սովորույթին համաձայն գաթա է թխվել, կլոր գաթա կամ կոչում են թոների գաթա եւ բաժանվել է ուխտավորներին։ Տարածաշրջանում այն բացառիկ վանքերից է, որ ուխտավորները գալիս են գիշերը քնում վանքի բակում, վանքի մեջ եւ ամբողջ գիշեր աղոթք է արվում, հսկում է արվում, սաղմոսներ են ընթերցվում, ժամերգություններով մենք փորձում ենք լցնել մեր հավատացյալների կյանքը եւ նրանց տալ օրվա խորհուրդը, այնուհետև սաղմոսներ ընթերցելով հավատացյալները մեկը մյուսին հաջորդելով այսպես ամբողջ գիշեր մրմունջով աղոթք է արվում։ Այդպես ժառանգվել է։ Սուրբ Մարիամ Աստվածածին վանքը կառուցվել է 13-րդ դարում։ Ժողովուրդը վանքին Դղեր անունն է տվել, տարածքում աճող բուժիչ բույսերի եւ բժշկության բազմաթիվ դեպքերի պատճառով։ Վանքի զորության մասին վկայություններ կան նաեւ մեր օրերում։ Այն զույգերը, ովքեր որ ամուսնացած են, երկար տարիներ զավակ չունեն, այն մարդիկ, ովքեր որ ունեն տարատեսակ հիվանդություններ, եկել են այստեղ եւ իրենց աղոթքով համալրել ավետարանի այն խոսքին. երբ բախեցիր եւ չբացվեց, երբ փնտրեցիր եւ չգտար, երբ խնդրեցիր եւ չտրվեց։ Ուխտավորները այստեղ գալիս են ընտանիքներով Սուրբ Աստվածածնի օրհնությունն ու բարեխոսությունը հայցելու։ Շատերի ընտանեկան պատմության կենտրոնում է վանքն ու նրա զորավոր ուժը։ 10 տարի ես արդեն գիշերակաց եմ մնում իմ եկեղեցու մեջ ու ամեն կիրակի հաճախում եմ պատարակներին։ Շատ սիրում եմ իմ գյուղը, շատ սիրում եմ եկեղեցին, շատ զորավոր եկեղեցի է, շատ անձամբ մեր ընտանիքում իմ տեքոր տղան չէր ունենում երեխա երկար տարիներ, այս եկեղեցիով ինքը ունեցավ, միշտ գալիս են, երբ փոքրիկն էլ է գալիս։ Հատուկ նպատակով եմ եկել, ճիշտն ասած, հիվանդներ ունենք, եւ քույրիկս, եւ ամուսինս, անընդհատ ամեն կիրակի ես պատարակներին պարտադիր մասնակցում եմ, հենց այսօր էլ այդ նպատակով էլ եկել եմ, իրանց անուններն էլ գրել են, որ Տեր Հայրը պետք է էլի օրհնի։ Տեղեր կամ Դղեր գյուղը անբնակ է։ Դղերցիները ժամանակի ընթացքում տեղափոխվել են Պրոշյան համայնք, բայց ամեն տարի այս օրը բոլորը հավաքվում են եկեղեցում, մասնակցում ուխտ պատարագին, ապա խաղողի օրհնությանը։ Մի գեղեցիկ ավանդույթ կա, այսպես բառակապակցություն ասում է, ով է այն կինը, որ երբ որ համադամ սեղան բացի եւ մրգերով լի վազը դրվի սեղանին, արդյոք նա խաղողը կդնի վազի ներքևում եւ մրգերը շարի վրան, թե խաղողը կդնի մրգերի վրա։ Այսինքն, երբ որ մրգերը շարվում են, նոր խաղողը փռվում է մրգերի վրա եւ որպես թագուհի այդպես է հանդիսանում խաղողը ամբողջ սեղանակիցներին, որպես հատապտուղների թագուհի եւ բացի դա խաղողի հյութն է, որ դառնում է տիրոջ կենարար արյուն։ Երեխաներս դրսում են ապրում, ուխտեմար է, որ ամեն տարի իրենք ամառը գալիս են Հայաստան, ուխտեմար է, որ առողջ մնան, անփորձանք մնան, երջանիկ լինեն։ Եկեղեցու զորության մասին իմանալով առաջի անգամ փորձում ենք, որ երեխեքին դրսում գտնվելով հանդերձ կարողանանք մեր արմատներին, մեր արժեքներին ծանոթացնենք, չկորցնենք։
Հավատացյալները ձգտում են նմանվել Տիրամորը, լինել հեզության, սիրո, համբերության, հավատքի ու մայրական նվիրվածության օրինակ, այդ դժվար ճանապարհին հայցելով հենց Աստվածամոր բարեխոսությունը։ Ես շատ փոքր որ այդ օրինակը վերցնեմ իրանից, բայց մաքսիմալ փորձում եմ մաքրել հոգիս եւ լինել իրա նման մաքուր, որը որ դժվար երևի կլինի ցանկացած կնոջ համար։ Ես ինքս էլ մայր եմ, ունեմ 2 որդի ու աշխատում եմ զավակներից դաստիարակել ինձ, որ մեծանան որպես հայ քրիստոնյա։ Սուրբ Աստվածածնում հանդիպեցինք նաև առաջին անգամ վանք եկած ուխտավորների։ Նրանցից մեկին գրավել էր վանքի 4 Արագած, Արարատ, Հատտիս եւ Արա լեռներով շրջապատված լուսանկարը։ Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները խոստովանում են, որ եկեղեցում իրենց հարազատ տան պես են զգում, որտեղ մշտապես վերադառնալու ցանկություն է առաջանում։ Ես էլ ինպես առաջին անգամ եմ ստեղ մնացել, ոնց որ գիշերը իմ համար էդի նոր զգացողություններ էր ու ոնց որ կարելի ասել մի օր մնալ վանքում իմ համար էդի նոր բաներ ու ես սաղ կյանքս կհիշեմ այս օրը։ Պատարագի ավարտին ուխտավորները ճաշակեցին օրհնված խաղողը եւ օրհնության բերկրանքը հասցրեցին իրենց ընտանեկան հարկեր։ Նարեշ Ավինյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։